Ես հայ եմ, այո, ես անհետ կորացի, բռնի անհետացացի, քույր եմ, երեխայի հետ եմ, ու ամբողջ ցավը էնա, որ ինչ-որ մեկը օտար մարդ ասում է դու ստեղից ես, դու ով ես, ես այս շենքի բնակիչ եմ, ու ես չէի կարող հանդուրժել, որ թուրքը գա իմ շենքի դեմը, իմ տարածքնել պղծի և ես չարտահայտվեմ։ Ես անկեղծ ասած, այո, իմ եղբայրս 44 օրյա պատերազմի բռնի անհետացած բարձրաստիճան սպա Հրանտ Պապիկյանն է, բայց հավատացեք, իմ առաջին հոգու պորտքումը դա իմ հայրենիքի կորուստն է։ Եթե ես եղբորս կորցնեի, չեմ ասում հաղթանակա, շատ լավ կլներ, որ առաջին պատերազմում էլ ենք մասնակցել, զոհեր տվել, բայց մեզ հպարտ ենք զգացել, մեզ արժանապատիվ ենք զգացել։ Եթե լիներ հաղթանակած երկրի կորուստ կամ գոնե մի քիչ արժանապատիվ պարտված երկրի կորուստ, ես անհամեմատ ավելի թեթև կտանեի այս ցավը։ Ինքը պղծեց ամեն ինչ, բավական չի, որ կորցրեցինք մեր հայրենիքի զգալի մասը և շարունակում ենք կորցնենք և Աստված մի արասցե, եթե վերընտրվի, ես չգիտեմ մեր հետ ինչ ա լինելու, ինչ թուրքական վիլայեթ ենք դառնալու, Աստված մի արասցե, որ լինի։ Դա ես չեմ կարողանում իմ անձնական վշտի հետ այլևս համակերպվեմ, ոչ անձնական, ոչ ես էլի եմ ասում, առաջնահերթությունը եղբայրս թող ինձ ների, եթե ողջ է, թող ների, եթե չկա, թող հոգին ինձ ների։ Բայց հայրենիքիս այս ձևի անպատիվ կորուստը ես հանդուրժել և ներել չեմ կարող երբևէ։ Մենք անպատիվ ենք հայրենիքը կորցրել։ Ես հասկանում եմ, որ պատերազմի մեջ կան հաղթողներ և պարտվողներ, բայց պարտվելն էլ ձև ունի, պարտվելուց էլ մի քիչ արժանապատվություն եմ պահում։ Ես մոտեցա իրեն ողջունելու, այո, ես իհարկե ինքը շատ արագ ընկավ հիստերիայի մեջ, սկզբից որ նենց իրան թվաց, թե բարի նպատակներով եմ մոտեցել, սկսեց ժպտալ ու ավելի մոտեցավ, ու ես արդեն շարունակեցի։ Ու ինքը շատ արագ ընկավ իրան բնորոշ, դե որպես բժիշկ գնահատում եմ, որ ինքը ադեկվատ չի, շատ անադեկվատ և հոգեկան շեղումներով, շարժումներով և փորձում էր ինքը անգամ ինձ ձեռքերով կպնել, ես մի քանի անգամ գոռացի, ասացի ձեռքերդ հեռու տար, այդպես։ Եթե սրա համար պետք է գան, գիտեք ինչ, ես իմ խոսքը սկսեցի, ասացի, այն ինչը, որ ես պետք է ասեմ, դուք բազմիցս լսել եք, բայց ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ հնարավորություն ընձեռնվեց այսքան մոտիկ նայել ձեր աչքերին և ասել, որ դուք գողացել եք իմ հայրենիքը։ Ու դե հետո շարունակեցի չկրկնվեմ։ Թող կան, եթե դրա համար ես պատրաստ եմ ամեն ինչի, ես ասում եմ, ես չէի կարող հանդուրժել, որ ինքը գա իմ սրբավայրը, իմ տունը իմ սրբավայրն է, գա ստեղ իրա կեղտոտ ոտը հասնի ստեղ և ես իմանամ ու չիջնեմ ներքև, կներեք, ես չէի կարող, որ ես 8 տարի իմ պայքարը ինչ ձևով կարողացել եմ արել եմ, ես իմ խրամատում իմ պայքարը միշտ արել եմ, ես իմ աշխատանքը բարեխիղճ կատարել եմ իմ ժողովրդի համար, առիթ ա եղել իրա դեմ պայքարելու, իմ բողոքի ձայնը հայտնելու ես միշտ ներկա եմ եղել։ Հիմա էլ եկավ իմ շենքի դեմ, բա պետք է իջնեի, բա ինչ պետք է անեի, չէի կարող չիջնել։ Այստեղ կարծես թե աջակիցներ ունի, հետո խնդիրներ չեն լինի։ Ստեղ ես ձեզ մի բան եմ ասում, ես արդեն 30 տարի այս թաղամասի բնակիչ եմ, թաղամասի բնակիչներից ես երևի մի 10 հոգի տեսա։ Ես ստեղ արդեն 40 րոպե կանգնած մեքենայով սպասում էի, ավտոներով, այ կարամ հիմա ասեմ, որ ավտոներն են իրանք եկել, գալիս էին ու լցվում։ Ինքը իրա բերած մասանա։ Ես չգիտեմ, ես գիտեմ շենքի, իմ խոսքի բարձրահատկ շենքա, գիտեմ 2-3 ընտանիք, որ այսօր ցավոք սրտի աջակցում են, այդպես, առիթը լինում է իմ բողոքը, զարմանքը և հիասթափությունը իրանց հայտնում եմ, ասում եմ, ինչով կարողանում եմ, պայքարում եմ իրա դեմ, որտեղ ինքը իմ երկիրը ստանում է կործանման, իմ ազգը տանում է ոչնչացման, իմ ազգային սրբությունները ինքը ոտնահարում է։ Ես իմ չափով, ինչքան կա, այս կարողացա, սխալ ձևով պայքարեցի, այս կարողացա, այս եմ անում։